ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանում հայկական պատվիրակության ղեկավար Սարգիս Խանդանյանը հանդես եկավ հայտարարությամբ. Այսօր այս խորհրդարանական վեհաժողովի պատմության մեջ առաջին անգամ ես պատիվ ունեմ ուրախությամբ հայտարարելու, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատվել։ Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված պատմական խաղաղության հռչակագիրը ամուր եւ իրական հանձնառություն է երկու երկրների կողմից առաջ մղելու խաղաղության գործընթացը եւ վերջապես փակելու հակամարտության էջը։ Այստեղ Թուրքիայում գտնվելով չեմ կարող չարտահայտել իմ լավատեսությունը, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը նույնպես շուտով կբերի դրական արդյունքներ։ Այժմ ընթացող կառուցողական եւ ակտիվ քաղաքական երկխոսությունը մեզ հույս է տալիս, որ այն շուտով կվերածվի մեր հարաբերությունների ինստիտուցիոնալացման, սահմանների բացման եւ ավելի լայն համագործակցության։ Նույն հարթակից հայկական պատվիրակության անդամ Արտուր Հովհաննիսյանն էլ ընդգծեց ժողովրդավարական ընտրությունների կարևորությունը որպես խաղաղության հիմք։ Մեզ համար միանշանակ է, որ խաղաղության կարևորագույն հիմքերից են ժողովրդավարական ընտրությունները, որոնց պարագայում հնարավոր է մարդու իրավունքների եւ միջազգային պարտավորությունների հարգումն ու պահպանումը։ Այստեղ է, որ մենք բախվում ենք ժողովրդավարության վրա հարձակումների, թե ուղիղ, թե հիբրիդային գործիքների միջոցով։